եկեղեցու դեմ արշավի շրջանակում ըստ էության ջրեցին կամ չեզոքացրեցին այն կարմիր գիծը, որ պետությունը այո կարող էր տիրապետել տեղեկությունների, բայց դրանք չէին գործածվում կամ գոնե չէին հրապարակվում, լավ գործածվել է մի կողմ։ Հիմա երեք ես լսում էի ԿՊԱ-ական падգամավոր Լիլիթ Ստեփանյանին, ով բառացիորեն հայտարարում է հետևյալը, որ մեր հատուկ ծառայությունները այնպիսի տեղեկություններ են հավաքել եւ վարչապետը նենց տեղեկությունների է տիրապետում, ընդորում սեռական բնույթի, որ լավ կանեն հոգեվորականները հեռանան, քանի դրանք չեն հրապարակվել։ Սա բարիս ուղիղ իմաստով ահաբեկչություն է։ Իսկ այդ падգամավորը որտեղից գիտի հատուկ ծառայությունները ինչեր են հավաքել ու ինչ կա Նիկոլ Դե Փաշինյանը։ մենք Հովիկ Աղազարյանի դեպքով իմացանք, չէ՞ որ իրենք խմբակցությունում քննարկում են։ Այսինքն այդ նյութերը դնում են այդ ԿՊ-նիստերի ժամանակ, հա, այդ էրոտիկ բնույթի, պորնոգրաֆիկ բնույթի, բոլորով նստում են, խմբագային դիտում են կազմակերպում, հա, այդ նյութերի։ Ու տեղեկանում են, թե ինչ կա հատուկ ծառայությունների։ Դե կարելի է այդպիսի ենթադրություն անել։